ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ն այսօր Հայաստան է ժամանում։ Vance-ի խոսնակն Ազատության Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյան Հայաստան կայցելի փետրվարի 9-ից 10-ը, իսկ փետրվարի 10-ից 11-ը կլինի Ադրբեջանում։ Նախատեսված է Vance-ի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Միաժամանակ սպասվում են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ։ Vance-ի այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու TRIP նախագիծն առաջ մղելն է։ Քաղաքապետարանում այսօր անդրադարձ է եղել ճանապարհների վիճակին։ Տիգրան Ավինյանի խոսքով հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ է օգտագործվել, դա բերել է ճանապարհների հետ կապված խնդիրների։ Ըստ նրա, մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ պետք է արվեն։ Ավինյանը շեշտել է, աշխատանքների ծավալը մեծ է, բայց պետք է առավելագույնս արագ իրականացնել դրանք։ Ռուսական էներգետիկ ենթակառուցվածքն օրինական թիրախ է ուկրաինական հարվածների համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շեշտել է, էներգետիկ ոլորտը զենքի արտադրության համար միջոցների աղբյուր է, ուստի միևնույն է, դա էներգիա է, թե ռազմական թիրախ։ Ճապոնիայի խորհրդարանի ստորին ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցությունը վարչապետ Սանաե Տակայիչիի գլխավորությամբ։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ստացել է 316 տեղ 465-ից։ Սա օրենսդրի պատմության մեջ լավագույն արդյունքն է։ Տակայիչին Ճապոնիայի վարչապետ է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Իսպանիայում գնաց քավարները երրորդյա համազգային գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են երկաթուղային համակարգում անվտանգության բավարար երաշխիքների բացակայությունից, նաև պահանջում ավելի շատ աշխատակիցներ, ներդրումների և տեխնիկական սպասարկման ավելացում։ Գործադուլը հաջորդում է հունվարին տեղի ունեցած երկու մահաբեր գնացքային վթարներին, որոնց հետևանքով շուրջ 50 մարդ զոհվեց։ Վենեսուելայում ընդդիմադիրներ են ազատվել բանտերից։ Իրավապաշտպանները հայտնել են քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպայի և Ֆրեդի Սուպերլանոյի, ինչպես նաև հայտնի փաստաբան Պերկինս Ռոչայի ազատ արձակման մասին։ Ընդհանուր առմամբ փետրվարի 8-ից շուրջ 35 քաղբանտարկյալ է ազատ արձակվել։ Այսպիսով Վենեսուելայի կառավարության կողմից հունվարի 8-ից ի վեր ազատ է արձակվել 383 քաղբանտարկյալ։ Հայաստանի տարածքում փետրվարի 9-ից 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ից 11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով։ 12-ից 13-ին նույնքան կբարձրանա։ Երևանում նույնպես փետրվարի 9-ից 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։